չեն մարդիկ, ովքեր ընտրում են միասին կիսել ոչ միայն իրենց բաժին հասած կյանքն ու ճակատագիրը, այլև աշխատանքն ու ստեղծագործական ճանապարհը։ Այդպիսի ներդաշնակ զույգերից են Արմեն Մարությանն ու Ալլա Վարդանյանը։ Տարիներ շարունակ նրանք սիրով ու միաբան կողք կողքի են թե բեմում, թե բեմից դուրս, ապացուցելով, որ ուրախությունները, դժվարությունները, հաղթանակներն ու անգամ դժբախտությունը լավ է կրել ու տանել ոչ թե մենակ, այլ երկուսով։ Ալլա Վարդանյանին ու Արմեն Մարությանին միմյանց կապել է նորին մեծություն թատրոնն ու նրանց նվիրյալ մասնագիտությունը, դերարարությունը, որ ասես հունցվել է նրանց ապրածի ու զգացածի, տեսածի ու վերապրածի, հույզերի ու հույսերի հետ։ Թատրոնն է այս երկու տաղանդավոր անհատներին իրար կապող կամուրջը, որ տարիների հետ ամրացել ու անսասան է դարձել։ Միշտ երազել եմ դերասանուհի դառնալ, շատ եմ երազել և բնականաբար դպրոցը ավարտելուց հետո փորձում եմ ընդունվել թատերական ինստիտուտ, որտեղ չանցա և Նարեկ Դուրյանը հանդիպեցինք հենց թատերական ինստիտուտի մոտ, ինքը ինձ խորհուրդ տվեց, որ ես գնամ Սունդուկյան թատրոն, այնտեղ ասած ստուդիա կա, որտեղ իր մայրիկը տնօրենն էր, Քնարի Պետրովնա։ Երբեք չեմ ափսոսում, որ ես դերասան եմ դարձել։ Եթե ես նորից ծնվեի, էլի դերասան էի դառնալու ու կդառնամ, էլի եմ ծնվելու։ Ես համոզված եմ ու անպայման էլի դերասան եմ դառնալու, որովհետև դերասանը աշխարհի ամենահզոր, ամենամաքուր, ամենազուլալ պրոֆեսիաներից մեկն է։ Դերասանը մի պրոֆեսիա է, որտեղ դու ծանոթանում ես մարդկային հազարավոր տեսակների հետ։ Շուտով լրանալու է Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի ամուսնության 50 տարին։ 5 տասնամյակ այս երկու ուժեղ, բայց և հարկ եղած դեպքում միմյանց զիջող ու ընդառաջ գնացող արվեստագետները միասին են անցկացնում իրենց օրն ու գիշերը։ Նրանց պատմությունը սիրո, հավատարմության ու վստահության մասին է, որ այսօր էլ օրինակ է շատ շատերի համար։ Եղբայրին, դաշույնը թանիր, քույրին, երեսը ծածկիր, ժամանակն իր շավղից դուրս ես այթակել։ Ինձ համար Արմեն Մարությանը թատրոնի տարեգրության զուգահեռ մի անձնավորություն է, որովհետև ինքը իր այս երկարատև տարիների փորձով իր զարգացումը և ընթացքը միանգամայն տեսանելի է։ Ես 30 տարի է ճանաչում եմ, բայց ինքը արդեն 50 տարի է ինչ աշխատում է թատրոնում։ Եվ դուք պատկերացրեք, ինքը բաց չի թողել ոչ մի ակնթարթ մեծերից ինչ-որ մի բան սովորելու համար։ Կլինի դա Ֆրունզը, կլինի դա Խորեն Աբրամյանը, կլինի Սոս Սարգսյանը, կլինի Հրաչյան, թե ով։ Ինքը միևնույնն է տեսել է և անմիջապես ներծծվել է մասնագիտության ամբողջ թողու անցած մարդը։ Արմեն Մարությանը բնիկ երևանցի է։ Ծնվել է Երևանում, քաղաքի բակերից ու հարազատ փողոցներից կենդանություն ստացած աշխուժ միջավայրում։ Մանկությունն ու պատանեկությունը ձևավորվել են հենց այդ ազատության ու ջերմության մեջ, տալով նրան մեծ երազանքներ։ Մարությանն ինքն է խոստովանել, որ հենց սկզբից վաղ տարիքից կանխազգացել է իր ճանապարհի մասին։ Հասակ առնելով ավանդապահ, պարկեշտ, հայեցի ընտանիքում, ինքն էլ ծնողներից սովորել ու ժառանգել է այդ արժեքները, հետագայում կիրառելով իր կյանքում, աշխատանքում ու կազմած ընտանիքում։ Հայրը, Նայիրի Մարությանը, մշտապես հպարտացել է իր անվամբ և փորձել ողջ կյանքի ընթացքում հավատարիմ մնալ այդ անվան զորությանն ու նշանակությանը։ Պապս Երվանդը, Մարության Երվանդը, իմ պապը 37 թվին նրան տարել են վատ ժամանակահատվածում և ուրեմն ունեցել է 5 տղա, մեծ տղայի անունը դրել է Արտաշես, երկրորդ տղայի անունը դրել է Կորյուն, երրորդ տղայի անունը դրել է
Վահագն, 4-րդ տղայի անունը դրել է Նաիրի, հորս անունը վերջի տղայի անունը դրել է Շավարժ։ Երբ որ ես եմ ծնվել, հայրս շարունակելով իր հոր տրադիցիաները, չնայած ինքը 7 տարեկան է եղել, որ հորը տարել եմ, իր մեծ տղայի անունը իմ անունը դրել է Արմեն, այն մյուս տղայի անունը դրել է Գագիկ եւ այդպես էլ ասում էր Արմենս ու Գագիկ թագավորս։ Ես հպարտանում եմ, որ ես երևանցի եմ, ես սիրում եմ Երևան քաղաքը։ Երևան քաղաքը ինձ համար այն թաղն է, որտեղ ես ապրել եմ, որի անունն էր Ամիրյան փողոց, կողքը Սվերդլով, Սպանդարյան, Թումանյան, Պուշկինի փողոց։ Արմեն Մարությանի համար ընտանիքը եղել ու մնում է մեծագույն արժեք, առանցք, որի շուրջ կառուցվում է մարդն ու իր աշխարհը։ Եվ ինչպես յուրաքանչյուր ճշմարիտ ու նվիրյալ դերասան, նա էլ իր կյանքի մասն ու կոչումը տեսնում է նաև թատրոնում, որտեղ շնչում ու ապրում է իր կերպարներով եւ խաղացած դերերով։ Տարիների ընթացքում տաղանդաշատ դերասանին հաջողվել է պահպանել հավասարակշռությունն այս երկու կարևոր սյուների միջև այնպես, որ ոչ ընտանիքը հայտնվի ստվերում, ոչ էլ արվեստը զրկվի իր նվիրումից։ Նույն ընտրության առջև մշտապես կանգնած է եղել նաև Ալլա Վարդանյանը, ով ցանկացած խաչմերուկում նախապատվությունն ու առաջնահերթությունը տվել է ընտանիքին։ Լոկացիա։ Այս ինչ աղմուկ է, ինչ աղմուկ է։ Ուր է երեխա, ուր է։ Այնտեղ Ես կանչեցին աչեք ապեր կոթյուսը։ մանդալու։ Քարքարքարքարավեց ինչը։ Ալլա Վարդանյանի կյանքի պատմությունը սկսվում է հեռավոր Գերմանիայից։ Հայրը եղել է ռազմական օդաչու, ապրել է Ուկրաինայում եւ հենց այնտեղ էլ ընտանիք է կազմել ամուսնանալով ուկրաինուհու հետ։ Սակայն օրերից մի օր ծառայողական կարգադրությամբ տեղափոխվել է Գերմանիա, որտեղ էլ լույս աշխարհ է եկել Ալլան։ 5 տարի ծառայեց Գերմանիայում եւ հետո արդեն ժամկետը ավարտվել էր, ինքը պետք է վերադառնար Սովետական միություն այն ժամանակ։ Դե իհարկե ինքը ընտրություն ուներ, տարբեր քաղաքներ, բայց ինքը ընտրեց Հայաստանը, իր ծննդավայրը։ Եվ այսպես մենք հայտնվեցինք Հայաստանում, իհարկե մայրիկիս համար շատ դժվար էր, որովհետև ինքը չէր պատկերացնում սարեր եւ այլն, ասում էր հեռու էր, բայց միևնույնն է հետը եկավ։ Եվ մենք բնակվեցինք Երևան քաղաքում։ Ալլան եւ Արմենը ծանոթացել են թատերական միջավայրում։ Բայց նրանց մտերմությունը սկսվել է մի շատ պատահական դրվագից հետո, երբ գեղեցկադեմ Ալլան կանգառում կանգնած սպասել է տրոլեյբուսի, իսկ նույն կանգառին է մոտեցել մի կարմիր Ժիգուլի, ղեկին ոչ պակաս գեղեցկատես Արմենը։ Կանգառում սպասում էին տրոլեյբուսին, վերջը տրոլեյբուսը մոտեցավ, ես նստեցի, տրոլեյբուսը չշարժվեց, ես շրջվեցի, ժողովրդին նայեցի, տեսնեմ բոլորը ուշադիր ինձ են նայում, զարմանալի էր։ Մեկ էլ մի հատ կին ասաց, գիտեք ձեզ այնտեղ մեքենայի մեջ մարդ է սպասում։ Դե սպասի, բայց զգում եմ բոլորը ուշադիր նայում են ու սպասում են, այսինքն իջիր, մենք շարժվենք։ Դե ես էլ իջա մոտեցա մեքենային, կարմիր գույնի Ժիգուլի էր, ասի դուք ինձ եք սպասում, Արմենն էլ ասեց, դե ես թատրոն եմ գնում, նստի ես քեզ կտանեմ։ Դե որ տեսա ուշադիր նայում են բոլորը, սական հարմար զգացի ու նստեցի։ Հետո վախեցա ավարս, չեմ նստել։ Հետաքրքիր ասում եք, երբ զգացիր, որ քո ամուսինն է։ Արմենի մեջքի հետևն էի նստած ու հետաքրքիր է, տեսա իր ձեռքերը ղեկի վրա։ Ու չգիտեմ ինչ անցավ, ասի սա իմ ամուսինն է լինելու։ Այդպես էլ ստացվեց։ Կանխազգացումը կար։ Ալլան, տեսնելով Արմենին, հասկացել էր, հանդիպել է այն տղամարդուն, ով պետք է իրեն, ում հետ պետք է կիսի իր կյանքի մնացած տարիները։ Դերասանուհին
չէր սխալվել։ Արմեն Մարությանի համար ինքն էլ հենց այն կինն էր, որին պետք է անդավաճան սիրահարվեր ու դառնար հավատարիմ կողակից։ Ալեչկան եւ Արմենին հատկապես վաղուց գիտեմ, ես դեռևս խորեն Աբրահամյանի օրոք, նա գանգրահեր շատ գեղեցիկ, սիմպատիկ, ջահել երիտասարդ էր եւ նա այն ժամանակ գտավ իր վարդին, այդ վարդը գուրգուրեց, այդ վարդը խնամեց, ջրեց, մեծացրեց ինչ-որ միտեղ, այդ վարդի անունն էր Ալլա։ Շատ կարճ ժամանակ անց նրանք ամուսնանում են, կազմելով հրաշալի ընտանիք, դառնալով ոչ միայն բեմական, այլև կյանքի ընկեր, ունենալով 2 հրաշալի դուստր՝ Այդան ու Թամարը։ Արմենի եւ Ալայի կյանքը նոր երանգներ ստացավ այն պահից, երբ լույս աշխարհ եկան նրանց դուստրերը։ Մի նոր երջանկություն, մի նոր իմաստ, մի նոր հաճելի պատասխանատվություն, որ միջ այսօր կրում են հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ։ Թեև կյանքն աղճատեց նրանց լիիրավ երջանկությունը, սակայն այս 2 ուժեղ ու ամրակուռ մարդիկ փորձում են ամեն գնով դեմ կանգնել փոթորիկներին ու պայքարել հանուն ներկաների ու հանուն բացակաների անմար հիշատակի։ Հրաշալի ընտանիք, ես շատ եմ հավանում իրենց, ամենը միասին են տանում նրանք, եւ լավ պայծառ օրերը եւ ծանր օրերը, որը չեմ էլ ուզում հիշատակեմ հիմա։ Նրանք այն մարդիկ են, ումից պետք է անընդհատ սովորել։ Ինձ բախտ է վիճակվել միշտ խաղալ նրա աղջիկ դերերը, այսինքն միշտ դուստրն եմ եղել իր։ Լավ, վատ, միայն մի տեղ եմ եղել հարևանի աղջիկ։ Մնացած դեպքերում աղջիկն եմ, պատվի համարում խաղացել ենք Էլիզբարով Մարգարիտ, հիմա լիրարքա ներկայացման մեջ ճիշտ այս անգամ վատ աղջիկն եմ, բայց էլի աղջիկն եմ։ Ես միշտ սովորում եմ պարոն Մարությանից եւ տիկին Ալայի հավերժ գեղեցկուհի բարի սուստ հանգիստ երևի թատրոնում միակ մարդն է տիկին Ալան, ում ձայնը երբեք բարձր չեմ լսել։ Ժամանակակից հայ թատրոնն իդեմս Արմեն Մարությանի եւ Ալլա Վարդանյանի ունի գործի նվիրյալ, վաստակաշատ ու արվեստը բարձր գնահատող գործիչներ։ Նրանցից ամեն մեկն իր քարն է դրել հայ թատրոնաշինության գործում, եւ առանց այդ դրված քարերի շատ բան պակաս ու կիսատ կլիներ։ Արմեն Մարությանը ծնվել է 1951 թվականի դեկտեմբերի 19-ին։ Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստ է 2003 թվականից։ Սովորել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, ապա մտել թատրոնի կախարդական աշխարհ, մինչ օրս գերված մնալով այդ պայմանական հեքիաթի ուժին։ Կյանքն ու նախախնամությունն Արմեն Մարությանին ուղղորդել են Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի կից դերասանական ստուդիա, որտեղ էլ նա հանդիպել է իր կյանքի ամենամեծ ուսուցչին Վարդան Աճեմյանին։ Վարդան Աճեմյանը եղել է այն մեծ ուսուցիչը, որից Մարությանը սովորել է ոչ միայն դերասանի վարպետության գաղտնիքները, այլև բեմի հանդեպ անհրաժեշտ պատասխանատվությունն ու հարգանք ունենալը։ Աճեմյանը նրա համար սոսկ ռեժիսոր չի եղել, այլ ավագ ընկեր, ով ձեռքից բռնած տարել է նրան դեպի մեծ դպրոց ու մեծ մտածողություն։ Իմ կուրսի ղեկավարը Վարդան Աճեմյանն էր, որը հանճար էր, այսինքն ես այդ հանճարի մոտ եմ սովորել Վարդան Աճեմյան։ Եվ պատկերացնում եք իմ բախտը, որ 2 անգամ ա բերել, որովհետև եթե այդ հանճարը մեր կուրսի ղեկավարն էր, ապա մյուս հանճարը Մեհեր Մկրտչյանը նրա ասիստենտն էր։ Ուրեմն ես ոչ միայն նրանց հետ շփվել եմ, ես նրանց նույնիսկ ձեռք եմ տվել, շփվել եմ այդ հանճարների հետ։ Եվ ինքը բավականին դերեր է խաղացել եւ միջև հիմա էլ խաղում է, չնայած 75 տարի լրացավ, բայց ինքը նոր ավյունով, հիմա նոր պատրաստում է լիրարքա եւ շատ ընտիր դերեր է միշտ խաղացել, միշտ լավ դերեր է խաղացել, գլխավոր դերեր եւ միշտ տակից շատ հեշտությամբ դուրս է եկել, որտեվ շնորհքով մարդ է, իսկ շնորհքով մարդը կարողանում է ամեն ինչը թեթև տանել։ Հանդիսատեսը, եթե ուզում է հասկանալ, ինչ ասել է Աճեմյանական դպրոց, ինչ ասել է Սունդուկյանի անվան ազգային թատրոն, դա Արմեն Մարությանն է, որովհետև իրոք մանավանդ Արմեն Մարությանի նրան սկզբից նայում էին որպես հերոսի,
Գերոյ Լյուբովնիկ, ոնց որ ասում են։ Եվ Աճեմյանը առաջի մի տարին դրա հետ աշխատում էր Ռոմեո Ջուլիետի վրա, ինքն ու Շաքեն հրաշալի փորձում էին, բայց հետո երբ որ նա Մաքսիմ Գորկու հատակումում խաղաց բարոնը եւ թատերագիտությունը եւ ինքը այնպես կայացավ եւ պարզվեց, որ Արմեն Մարությանը հրաշալի բնավորություններ ստեղծող դերասան է, որը շատ մեծ արժեք է։ Տաղանդն ու աշխատասիրությունը Մարությանի համար նոր ու հաջողակ հորիզոններ են բացել։ Խաղացել է մեծ դերասանների հետ, որոնց կողմից ստացած գնահատանքի ամեն մի խոսքը դերասանն ընդունել է որպես անկին պարգև։ Իմ բախտը բերել է, ես այն դերասաններից եմ, որ խաղացել եմ բոլոր մեծ ռեժիսորների մոտ, շփվել եմ նրանց հետ։ Խորեն Աբրամյան ռեժիսորի մոտ եմ խաղացել, որ քչերդ գիտեք, որ Մեհեր Մկրտչյանը նաև ռեժիսուրայով է զբաղվում։ Ես նրա հատակում ներկայացման մեջ խաղացել եմ գլխավոր դերերից մեկը բարոն, որը այդ ներկայացումը մտավ պատմության մեջ, դա երիտասարդական ներկայացում էր։ Այնտեղ մենք մի տեսարան էինք խաղում, Հաչելու տեսարանը, որը իհարկե Մեհեր Մկրտչյանն էր արել, եւ դրա մասին մի հոդված գրվեց, որտեղ ասվում էր Արմեն Մարությանը եւ Ռուդոլֆ Ղևոնդյանը այդ տեսարանը վիրտուոզ են կատարում։ Դա ինձ համար շատ մեծ պատիվ է։ Մի առիթով Եղասոս Սարգսյանի մոտ արդեն մեծացել էր ռեկտորն էր։ Ասեց, բա լարի քո հետ խոսալու բան ունեմ, արի։ Ինչ է Եղասոս ասում։ Երեք քո մասին էի մտածում, գիտես, զարմանալի բան է։ Արա դու ինչ խաղացիր, լավ խաղացիր։ Ինձ համար դրանից մեծ գովեստ աշխարհում գոյություն չունի, որ Սոս Սարգսյանի պես հզոր վարպետը ասում է ինչ խաղացիր, լավ խաղացիր։ Ուրեմն Արմենի հետ մեր ընկերանալը, ծանոթանալը տեղի է ունեցել Հայֆիլմ կինոստուդիայում։ Հայֆիլմ կինոստուդիան ուրեմն բացում էր դպրոց, որ դերասաններ ընդուներ։ Ու ես մի հատ տղու հետ խոսում եմ, սիմպաթիչնի բոյով անվանի բոյին։ Ու այդ մարդը, այդ տղեն Արմենն էր։ Մենք այդտեղ Արմենի հետ ծանոթացանք։ Հետո իհարկե մենք նորից իրար հանդիպեցինք։ Ես ընդունվեցի Վարդան Նիկիտիչի ինստիտուտի կուրսը, ինքը ստուդիան Սունդուկյան թատրոնի։ Ուրեմն կապի մեջ մտանք այդպես, ու ես շատ ուրախ էի, որ ընկեր ունեմ արդեն, կուրսեցիներս իրահերթին, ու այդպես մեր բարեկամությունը կայացավ։ Սունդուկյանի անվան թատրոնում Արմեն Մարությանն աշխատում է որպես դերասան 1971 թվականից։ Իմ առաջի դերերից մեկը, երբ որ սովորում էի ստուդիայում, դա Ռոմեո Ջուլիետ Ռոմեոյի դերն էր։ Հիմա երբ տարիներն անցան, ես արդեն 75 տարեկան եմ։ Ես հիմա փորձում եմ լիրարքա։ Սկսել եմ Ռոմեո Ջուլիետ, Ռոմեո, չեմ ուզում ասել վերջացնում եմ, հասել եմ լիրարքային։ Հուսով եմ լավ կստացվի, որովհետև այդ ճանապարհը ես ոնց որ անցել եմ։ Ես դանդաղ մոտեցել եմ այդ ծանրաձողին։ Ես պիտի բարձրացնեմ այդ ծանրաձողը։ Հուսով եմ, որ դուք սիրելի ժողովուրդ ինձ կօգնեք, որ ես կարողանամ այդ բեռը բարձրացնել։ Արմեն Մարությանը այս թատրոնի հիմնական ուժերից մեկն է։ Ես կարծում եմ ինքը բավականին բարդ դերեր է խաղացել եւ ես նույնպես իր հետ խաղացել եմ, բայց չեմ կարող ես առանձնացնել, հատկապես ինձ շատ էր դուր գալիս նրա Լոպախինը Չեխովի Բալյայգի ներկայացման մեջ, որովհետեւ ես հենց իր հետ խաղընկեր էի եւ ինչպես էր կարողանում կառուցել կերպարը, ոնց էր սկզբիցը սկսում, ինչպիսի աճ էր ունենում եւ ինչպես էր ավարտում։ Իր հետ որ բեմ ես դուրս գալիս, գիտեք ինչ էներգիա է ստանում, չես կարող չխաղալ, չես կարող լավ չխաղալ,
որտեղ զգում ես իր ներքին այդ էությունը, ոնց է ինքը այդ կերպարի, այդ զգացողությունները քեզ տալիս, որ դու կարողանաս քոնը շարունակել։ Այդ շատ հետաքրքիր է։ Անկամ միջև հիմա փորձերի ենք, չէ՞ նստած։ Ինքն հենց է կարդում։ Դու դրանից ոգևորում ես ու դրանից սկսում ես քո կերպարն էլ հասկանալ։ Նա ով մի կտոր հաց չուներ ուտելու, ամբարի տեր է դարձել ու ինքն է հիմա հաց բաժանում։ Արմեն Մարությանը հետաքրքիր ու իրարից դրական առումով տարբեր կերպարներ է կերտել նաև հայկական կինոյում հանդես գալով Հուսո, Աստղ, Գախնի խորհրդականը, Պահանջվում է միլիոնատեր, Երևանջան, Ելք չկա, Դեմքով դեպի պատը եւ այլ գեղարվեստական ֆիլմերում։ Շատ լավ կլիներ մի քիչ հող տար խեղճերիս։ Վարու ցանկանեինք, որ գոնե կուշտ հաց ուտեինք մի օր։ Էդ էլ կտա։ Որտեղից կտա, հողն իշխաններից հոչի խլի։ Կխլի, հավատա որ կխլի։ Դերասանը տարբեր տարիներին իր մասնակցությունն է ունեցել նաև հեռուստասերիալներում՝ Դիմակահանդես, Որոգայթ, Ուր է իմ տղամարդը, Մեղրամիս, Կադրերի բաժին եւ այլն։ Երբ ինձ զանգահարեցին հիվանդանոցից ու ասեցին, որ սոսը գիտակցության է եկել, ես նորից վերածնվեցի, որովհետև տղասել էր նորից վերածնվել։ Ու ես հիվանդանոցից դուրս եկա այդ միտքը ծրագրած, որ սոսը մահացել է։ Ու այդ ճշմարտությունից հետո դու չես կարող բերանդ բացել, որովհետև ես սոսին այնպիսի տեղ եմ թաքցնում, որ ոչ ոք նրա տեղը չի կարող գտնել։ Ուրիշով գիտի այս ամենի մասին։ Միայն դու, ու եթե հանկարծ սոսի հետ մի բան պատահի, ուրեմն դու ես մեղավոր։ Նույն ստուդիայում հայտնվել է նաև Ալլա Վարդանյանը, ով մանկուց երազել է դերասանուհի դառնալ։ Ընդունվել է Աճեմյանի դասարան, ավարտել Խորեն Աբրահամյանի ղեկավարած խումբը։ Ալլա Վարդանյանը որպես դերասանուհի իրեն շատ բախտավոր ու հաջողակ է համարում, որովհետև թատերական միջավայր մուտք է գործել ճիշտ ժամանակին եւ հայտնվել այն մարդկանց կողքին, ովքեր իրենց ներկայությամբ ու արվեստով օգնել են իր ստեղծագործական ուղու ձևավորմանը։ Աճեմյանը շատ շուտ մահացավ եւ մեր կուրսը Խորեն Աբրահամյանը կուրս հավաքեց ու ես տեղափոխվեցի Խորեն Աբրահամյանի կուրսը։ Իր կուրսն եմ ավարտել։ Դե իհարկե ես համարում եմ, որ շատ երջանիկ եմ այդ առումով, որ Խորեն Աբրահամյանի կուրսն եմ ավարտել եւ ընդհանրապես որ եկել եմ թատրոնում մեր մեծ հայտնի դերասանների կողքին է մեծացել։ Դե հետո արանքում ամուսնացա շատ շուտ։ Ընտանիք կազմեցինք Արմենի հետ։ Ինչ շատ հետաքրքիր էր, շատ բուռն էր, դասեր, ընտանիք, երեխա, ներկայացումներ եւ այլն։ Ալլա Վարդանյանը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում աշխատանքի է անցել 1981 թվականից։ Խաղացել է մի շարք դերեր։ Իմ առաջին դերը Հասմիկներ հացավան ներկայացման մեջ։ Իհարկե այդ դերը ինձ համար ոչ թե բարդ էր, այլ ես բեմում շփվեցի այնպիսի դերասանների Սուս Սարգսյան, Վարդուհի Վարդերեսյան, Ժենյա Ավետիսյան եւ այլն բոլոր մեր մեծերը ու ես։ Դա իհարկե այդ դերը երբեք չեմ մոռանա, դա շատ նշանակալից էր իմ կյանքում։ Ինչ եմ խաղ, բոլոր դերերը շատ սիրում եմ։ Ես կինոանձրևից հետո Աննա դերակատարման համար ստացա արտաբազդ։ Հարկավոր չէին ոչ մի խորհուրդ, ոչ մի դեր դարման։ Միակ խորհուրդը, իմ միակ բուժիչ դարմանը, մահն է, բախտալի մահը, դու ատելություն ու այխսարծա բախտավորն է և ես։ Ալլա Վարդանյանը նույնպես հանդես է եկել հայկական կինոյում եւ հեռուստասերիալներում իր մասնակցությունը բերելով Օտար խաղեր, Ինչ որտեղ Լալիս է Պիրոլը, Դիմակահանդես, Ոսկե դպրոց, Սահմանին եւ այլ ֆիլմերում։ Սոսի թաղման օրը, երբ ես հայտնվեցի նրա մեքենայի տակ, նա ինձ ինչ-որ բժշկի տուն տարավ։ Հենց այդ ժամանակ էլ ասաց աղջկատ մասին։ Ինչ ասաց, ահաբեկեց։
Նա ընդամենը ուզում էր քո ապուրինի աղջիկա փաստով քո նկատմամբ իմ ատելությունն ավելացնել։ Ինչպիսին է ամուսիններով նույն մասնագիտությունն ունենալու, ավելին նույն թատրոնում աշխատելու փորձը։ Ինչ առավելություններ ու դժվարություններ են ծագել այդ ընթացքում եւ ինչպես են հաղթահարվել։ Ես մեջքից եւ մայրիկ ունեի, որ ինձ օգնում էր, բնականաբար Արմեն, մեջքից ինձ ամուր կանգնած էր։ Իմ ընդհանրապես օգնում էին մի քիչ բարեկամներով եւ Արմենի մայրիկը, իրենց ընտանիքը այդ օգնում են, բայց միևնույն է իհարկե դժվար էր, բարդ էր, որտեվ եւ սովորել թատրոնում եւ միաժամանակ ոնց որ աշխատել, արդեն բեմ էինք դուրս գալիս։ Դա համարյա ամբողջ օրը զբաղված էինք, բայց այնց մի կերպ հասնում էին։ Գիտեք, իրանք իրար գտել են։ Իրանք շատ լավն են, իրանք հրաշք ամուսիններ են ու իրանք իրար լրացնում են, ոնց են իրար համար դողում։ Երբ որ իրար հետ են ելնում, կարող է դա ցույց չտան, բայց Մարությանը գիտեք ոնց է դողում Ալայի վրա։ Գիտեք ոնց է փայփեմ, ախր ես տարիների ընթացքում եմ տեսել, ես այնքան բան եմ տեսել, որ հիմա որ կողքից մեկը պատմի, կասեն երևի իրար գլուխ են գողում, չէ, ես այդ տեսել եմ, ականատես եմ եղել։ Ինքը ոնց է փայփայում հերվից, ինքը ոնց է մտածում։ Ալա, իր ամեն երկրորդ բառը Ալա է։ Անկեղծ եմ ասում, դե ես այդ տեսել եմ ու ես էլ եմ դա սովորել։ Հասկացել, որ ես էլ պետք է իմ կնոջ անունը տամ, բա դա հրաշք բան չի։ Տաղանդավոր մարդիկ, զույգ, տատերական մի զույգ, հրաշալի մի ընտանիք, որ օրինակ կարող է հանդիսանալ յուրաքանչյուր երիտասարդ ընտանիքի համար, թե ինչպես կարող է ընտանիքը ապրել, կյանքի տարբեր հարվածներ ստանալ, բայց կարողանալ ուժ գտնել ապրելու, ստեղծագործելու, հարատևելու։ Բոլոր հետաքրքիր ու տարբերվող դերակատարումների կողքին մեր մանկության մեջ մշտապես դաջված է Ալա Մորաքրոջ կերպարը, որ ամեն երեկո էկրանից բարի գիշեր էր մաղթում մեզ եւ պատմում մանկության ամենալուսավոր հեքիաթները։ Այնպիսի հաճույքով է գնում, ինձ թվում է ամենամեծ գործն եմ անում երևի։ Ու հիմա եմ զարմանում, որ մինչև օրս հիշում են, ասում են Ալա Մորաքուր, դա իհարկե ինձ շատ հաճելի է։ Մի օր թորնիկիս հետ տաքսի նստեցին, չէր ուզում, ես էլ անդադ հանգստացնում էի, բան է անում, հանգիստ, վերջը խոսեցի ու մի պահ թորնիկս հանգստացավ, ես լռեցի ու վարորդը երիտասարդ էր մի քիչ ասեց, «Բայտիկին Ալա Մորաքուր, խոսեք, էլի մանկությունն եմ հիշում, խոսեք»։ Դա ամենամեծ գնահատականն է երևի։ Նրանց միաբան ու ջերմ ընտանիքը ցավոք հարկադրված եղավ անցնել ծանր ու սարսափելի փորձություն։ Դժբախտ պատահարի զոհ դարձավ նրանց կրտսեր աղջիկն իր ընտանիքով։ Դաժան է կորուստն ու անբուժելի ցավը։ Այդ ողբերգական օրը դաժանորեն դաջվեց դերասանների կյանքում, խլելով նրանցից մի ամբողջ կյանք, բաժանելով իրենց անցած ճանապարհը երկու մասի, կիսատելով ընտանիքն ու հենց իրենց։ Ավտովթարի հետևանքով նրանք կորցրին իրենց դստերը։ Սա մի անդառնալի դատարկություն է, որ վստահաբար չի կարող լցվել երբեք ու ոչնչով։ Այդ կորուստը չափելի չէ բառերով, որովհետև ժամանակն ի զորու չէ բուժել այդպիսի վերքերը։ Ժամանակը գեթ սովորեցնում է ապրել այդ ցավի հետ, ապրել հանուն ապրողների։ Անմարդկային բաներ, դա անտանելի բաներ, դա տանել անհնարին էր, յուրաքանչյուրիս համար նույնիսկ պատկերացներն էլ դժվար։ Սակայն նրանք հավաքվեցին, նրանք կուռ դարձան, նրանք պայքարեցին եւ շարունակեցին։ Երկու դուստր ունեմ, չեմ ասում մեկը ունեմ, մեկը ունեի, որովհետեւ ունեմ Այդաս եւ Թամարას։ Այսօր փոքր աղջիկս ժամանակավոր ինձ հետ չի, ես դրան միշտ ասում եմ ժամանակավոր, որովհետև ես համոզված եմ, որ մենք դեռ հանդիպելու ենք
երջանիկ մարդ եմ, որովհետև իմ աղջիկները աշխարհի չնայած բոլոր երեխաները իրենց ծնողների համար աշխարհի ամենալավ երեխաներն են, բայց իմս առանձնահատուկ է, հավատացնում եմ ձեզ, իմ երեխեքը ինձ համար ամենալավն են, ամեն մարդ երբեմն սենց հետ անայում տեսնի ինչա թողնելու իրենից հետո ես համոզված եմ, որ ես շատ լավ բաներ եմ թողնելու, դրանք իմ թորմույներն են, դրանք իմ երեխեքն են և ամենակարևորը դրանք իմ խաղացած դերերն են։ Գիտեք, ես 5 տարի առաջ հասկացա, ինչա նշանակում մայր լինել, ծնող լինել, երբ որ ինչ-որ բան է կատարվում, քո երեխայի հետ, դու պետք է ուժ ունենաս, այնքան ուժ ունենաս, որ ապրես են մյուս երեխաների համար։ Դա շատ բարդ բան, շատ, բայց պետք է ապրել։ Պետք է ապրել են մնացածների համար, որ իրենք էլ ուժ զգան, իրենք էլ կարողանան դուրս գալ այդ վիճակից։ Բարդ է, բայց պետք է։ Արմեն Մարության, Ալլա Վարդանյան, վաստակաշատ դերասաններ, իրենց հաղթական կենսագրությամբ, իրենց ճակատագրով ու պատահած դաժան փորձությամբ, բայց նրանք կարողացան ուժ գտնել, տոկալ ու ապրել, հասկանալով, որ կյանքը շարունակվում է, թեկուզ հանուն մնացած ողջերի, ոտքի կանգնեցին, գտան իրենց մխիթարությունն ավագ դստեր հետ, գտան իրենց փոփանքն արվեստում ու երկնքում հարազատներին հանդիպելու բաղձալի հույսը փայփայելով նայեցին ու ընթացան առաջ, օրինակ դառնալով շատերի համար։ Այլ ճանապարհ չկա, ապրել է պետք, այդպիսին է կյանքը, այնուամենայնիվ պետք է ապրել։ Կհանդիպենք